Այսօր դատական նիստում հերթական եւ կարելի ասել այս փուլի համար վերջին միջնորդությունը ներկայացվեց, որը վերաբերում էր կարգապահական վարույթը կարճելուն, հիմքում վարույթը հարուցող մարմնի եւ Բարձրագույն դատական խորհրդի նախկին նախագահի շահերի բախումներ կամ շահերի հատումը, առավելապես դա էր, այն բավականին ծավալուն է, շուրջ 80 էջից բաղկացած, դժվար է 1-2 խոսքով ներկայացնել, սակայն նշեմ, որ հիմնական շեշտադրումը դա շահերի բախման պայմաններում կամ շահերի հատման պայմաններում հարուցված անօրինական վարույթներ, որը վիճարկվում էր մեր կողմը, նաև նշեմ, որ իրավական հիմքում Բարձրագույն դատական խորհրդին առաջարկեցինք հիմք ընդունել ավելի վաղ իրենց իսկ կողմից ընդունված դիրքորոշումները, երբ որ առերևույթ ավելի նվազ իրավիճակում, շահերի բախման իրավիճակում կայացել էին կարգապահական վարույթները կարճելու մասին որոշումներ, ընդ որում կայացել են հենց այս փուլում, խոսքը դատավոր Հովհաննիսյանի եւ դատավոր Բադալյանի, ինչպես նաեւ, եթե չեմ սխալվում, Հովակիմյանի վերաբերյալ գործերն էին, որոնցով Բարձրագույն դատական խորհուրդը կայացրել էր համապատասխան որոշումներ շահերի բախման պայմաններում հարուցված վարույթը կարճելու մասին։ Սա հիմնական միջնորդությունն էր, խորհուրդը դա եզակի միջնորդություններից մեկն էր, որով միանգամից, ինչպես հարցում նշեցիք, շուրջ 16 միջնորդություններից երկուսն էր երևի, որոնց վերաբերյալ կարճման մերժման որոշումը այս փուլում չկայացրեցին, այլ նշեցին, որ այս հարցին կանդրադառնան հետագա փուլերում կամ վերջնական դատական ակտով, ըստ մեզ, մասնավորապես նաև վարչական դատավարության մասնագետների նման որոշում կայացնելու իրավական հնարավորություն խորհուրդը չուներ, ինչևէ նրանք երևի հղում տալով իրենց նախկինում կիրառած պրակտիկային այդպիսի որոշում կայացրեցին։ Հաջորդիվ 5-շաբթի օրը տեղի է ունենալու հաջորդ փուլը, այդ փուլում մենք հարցեր պետք է տանք նախարարությանը դեռևս 2023 թվականին հարուցված միջնորդության կապակցությամբ, պետք է նշել նաև, որ այսօր նախարարությունը հասցրեց հրապարակել ճակերտներում մեղադրանքը, կարգապահական վարույթի հիմքը կամ նկարագրությունը, սա պետք է նշել նաև, որ սա ոչ թե այս պահին հարուցված միջնորդություն է, այլ դեռևս 23 թվականին նախկին նախարարի ու ԲԴԽ նախագահի նախաձեռնությամբ հարուցված վարույթի միջնորդությունն է, որից մեր կարծիքով օրենսդրական հնարավորություն նախարարությունը այդ միջնորդությունները ներկայացնելու, պնդելու հնարավորությունից զրկված է։ Հետևաբար նրանք ես կարծում եմ նաև այդ հանգամանքից ելնելով ներկայացրեցին, պնդեցին միջնորդությունը, չհրաժարվեցին այդ միջնորդությունից, քանի որ օրենքը այդպիսի հնարավորություն չէր տալիս, հաջորդ նիստին 5-շաբթի, ինչպես նշեցի, հարցերի փուլն է, պետք է մենք ներկայացնենք հարցեր, դրանից հետո ըստ ԲԴԽ նախագահողի պարզաբանման մենք հանդես կգանք ելույթով կամ ճառով եւ նախարարությունը կամ խորհրդի անդամները կունենան մեզ հարցեր տալու հնարավորություն։ Դռնփակի հետ կապված նշեմ, որ տրամաբանությունը օրենքի պահանջն է, որ հենց դռնփակ քննություն իրականացնելու թե միջնորդությունը, թե դրանում արծախծված հարցերը քննարկվում են դռնփակ դատական նիստում եւ հարցերը հենց դռնփակության պայմաններում էլ սպառվեցին ըստ էության, հետևաբար ես այս պահին թեև նման որոշում էլ հենց չկայացվեց այդ առումով շարունակելու առումով, բայց ես գտնում եմ, որ այն ինչ տեղի ունեցավ, ինչ հրապարակվեց, ինչ հարց ու պատասխան եղավ, հրապարակման ենթակա չէ։ Ամեն դեպքում խորհուրդը ներկայացվածը նշեց, որ կհետազոտի եւ կպատասխանի խորհրդակցական սենյակում եւ խորհրդակցական սենյակ վերադառնելիս ուղղակի այդ միջնորդության քննարկումը հետաձգվեց մինչեւ երևի վերջնական դատական ակտի կայացում։ Կարծում եմ վերջնական դատական ակտի կայացմամբ էլ ես չեմ կարծում, այստեղ մի հանգամանք նշվեց, որ
Այստեղ կա բարձրագույն դատական խորհրդի մեծամասնությունը գերակշիռ կաշկանդված է առնվազն իր նախկինում հայտնած դիրքորոշումներով, կայացած որոշումներով, եւ ես չեմ կարծում, որ այս միջնորդությունը դրական կամ օբյեկտիվ լուծում կստանա նաեւ որևէ փուլում, կոնկրետ բարձրագույն դատական խորհրդում քննվելու ընթացքում։ Այս քաղաքական ենթատեքստերի մասին հետևյալն է, այն որ այս գործը ունի քաղաքական ենթատեքստ, դրա մասին միակ հայտարարություն անողն ու պնդողը եղել է արդարադատության նախարարը։ Տեսեք, նախարարը դատավորների, այդ թվում նաև իմ կողմից տարբեր նախագծերի վերաբերյալ գրավոր կարծիքներին չի արձագանքում, այդ մասին հրապարակային խոսելուց հետո հայտարարում է, թե մենք իրեն ճնշում ենք, մեզ մեղադրում է, ինքն է մեզ մեղադրում քաղաքականությամբ զբաղվելու մեջ, այն պայմաններում, երբ որ իրեն ներկայացնում ենք գրավոր կարծիքներ նախագծերի վերաբերյալ, ընդ որում հիմնավորված կարծիքներ, հետագայում նաև Վենետիկի հանձնաժողովի կողմից օրինակի համար կամ Սահմանադրական դատարանի կողմից դրանց լեգիտիմությունը հիմնավորված կարծիքներ, այսինքն կարծիքներ, որոնք հետագայում հաստատվել են թե Վենետիկի հանձնաժողովի, թե Սահմանադրական դատարանի կողմից, այդ պայմաններում վերջինս որպես նախարար, նախկին ԲԴԽ նախագահը խոսք է տալիս հրապարակային պայքարել այդ դատավորների դեմ մինչև վերջին շունչը, քանի դեռ պաշտոնավարում է, դրանից հետո նախաձեռնում է վարույթներ, դատական նիստում հայտարարում է, թե սա երկրի համար կարևորագույն գործ է, գնում է ազգային ժողով հաջորդ տարի նույն պնդումն է կատարում, դրանից հետո կամ դրանից առաջ էլ ասում է, որ վեթինգը քաղաքական գործընթաց է, պնդում է, որ վեթինգը գործող սահմանադրության պայմաններում հնարավոր չէ իրականացնել, բայց դրանից հետո ինքը նշում է, որ շուրջ օրինակի համար 23 թվականի 33 դատավորի վեթինգի է ենթարկել կամ զտման։ Այսինքն իր իսկ խոսքերից կարելի է առնվազն բխեցնել, որ սա քաղաքական գործընթաց է, բացառապես իր իսկ խոսքերից, որ նշում է, որ վեթինգը քաղաքական գործընթաց է, երկրի համար կարևորագույն գործ, մինչև վերջին շունչը կարծիքների համար դատավորների դեմ պայքար, ու առավել ուշագրավ է, նույնիսկ պաշտոնավարումից հետո էլի նմանատիպ կարծիք է հայտնում այն մասին, թե շատ դատավորների վերաբերյալ գործերը եղել են ոչ թե ըստ մեղադրանքի, կարելի է այդպես ասել, այլ տարբեր առիթներով, բայց էլի ինչ-որ չգիտեմ, զտման, վեթինգի, թե բնականոն սերնդափոխության գործընթաց է իրականացրել։ Տարբեր ժամանակ, տարբեր անվանումներ է իր կողմից, իր համակատարների կողմից իրականացվող գործընթացին նա տվել։